Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում կրկին գրաքաղաքական ոդքասթն է, ձեզ հետ ինչպես միշտ ես եմ գրականագետ Թագուհի Ղազարյանց եւ արձակագիր Հայկ Հովյանը, ողջույն Հայկ։ Ողջույն։ Հայկ, մենք որոշեցինք այս անգամ քննարկել Լևոն Շանթի հին աստվածները, PS, ատել ասենք։ PS եւ երևի մի քիչ, չգիտեմ, անսպասելի, որտեղ նաեւ ստեղծագործությունը արևմտահայերեն է, դա մեր առաջի արևմտահայերեն գործն է։ Չնայած շատ հեշտ լեզու է տարբերություն մնացած բան այդ շրջանի մանավանդ արձակի արևմտահայերը շատ հեշտ է ու երբեմն կարող նույնիսկ շփոթենք մանավանդ գրականության գրքի այդ հատվածը իջեք երազների հատվածը, որտեղ ոչինչ չի հուշում էլի այդ մասին կամ երկու փոքրիկ դետալ հայտնի դասական գործ է, շատերս ենք կարդացել դպրոցական տարիներին, միգուցե նաև դրանից հետո երբ սկսենք սյուժեից Մեծ ֆիքսենք ժամանակահատվածը, հա, նա ցեղասպանությունից մի քանի տարի առաջ էր 1912 թվականի։ Հա։ Կարևոր է, հա, մենք ոնց որ անընդհատ խոսալուց միշտ այդ կարդալու եւ գրելու ժամանակները իրար հետ փորձում ենք համեմատենք, ինչպես նաեւ այն իրադարձությունների ժամանակը։ Այս PS-ում իրադարձությունների ժամանակը, ասում եմ, մեզնից մի 1000 տարի առաջ Սևանավանքում կառուցվող նոր վանքի շուրջ են տեղի ունենում իրադարձությունները ալեկոծությունից իրադարձությունները սկսում են այն դրվագով որ ալեկոծությունից փրկվում է եկեղեցու կառուցումը ֆինանսավորած իշխանուհու եւ իշխանուհու աղբոր աղջիկը հա իշխանուհու աղբոր աղջիկը որին փրկում է աբեղաներից մեկը եւ այդ փրկելու ընթացքում զգացմունքներ են առաջանում սիրահարվում այդ աղջկան Եվ դիմում է իր վանահորը, որ այ մոտ այսպիսի զգացմունքներ են ծնվել, ինչը պախարակվում է վանահոր կողմից, բայց այդ երիտասարդ աբեղային այդ աղջկա տեսիլքը բաց չի թողնում, իսկ ընթացքում նաև մենք պարզում ենք, որ այդ վանքը, որը որ կառուցվում է իշխանուհու պատվերով, դա իրականում իշխանուհու եւ այդ վանահոր երիտասարդ ժամանակներում ունեցած սիրո խորհրդանիշը պիտի լինի իշխանուհին տենց ոնց որ զրույցը հա բացում վանահոր հետ այդ իրադարձությունների կապակցությամբ վանահորից ստանում է տենց մերժում պախարակում որ այ դու ամուսնացած կին ես եղել չարժի որ հիշես անցյալը Եվ որոշում է կայացնում, որ այդ վանքը պիտի քանդի, որովհետև դա հին աստվածների հավատալիքների մնացորդներն են, հա, որ մնացել են մեր մեջ, այդ աշխարհիկ կյանքի, մեղքի եւ մնացածի ու գնում իր վանականներին, հա, իր հոտի անդամ ինչ ասենք, հա, վանականներին իրար դիմում է, որ եկեք այս եկեղեցին քանդենք, նրանցից մերժում է ստանում, որ հազիվ մի հատ նորմալ եկեղեցի ենք նոր սարքում, եկել ենք այդտեղ հանգստանալու ու աղոթելու ինչ կարիք կա այս նոր եկեղեցին քանդելու եւ վանահայրը ստիպված ինքն է հեռանում այն խոսքերով որ ես կգնամ եւ նոր եկեղեցի կկառուցեմ այս մեղքերից ու աշխարհիկ կյանքից դուրս իմ մտքի ու խղճի համապատասխան մոտապես էսա սյուժեն Հիմա խոսքը հանձնեմ քեզ, թե դու ինչ ունես ավելացնելու։ Դե ինձ հիմա ամենագլխավոր կերպարներից, ամենաառանցքային կերպարներից մեկին մոռացար, Ճերմակավորին, որը ըստ էության այդ նույն տարածքում գործած Մեհյանի քուրմ է եղել, որի բանն է, տեսիլքն է ըստ էության առկա, ով որ ժամանակար ժամանակ գալիս է վանահոր հետ բանավիճելու կյանքի շուրջ, որը վանահայրը որպես քրիստոնյա հոգևորական կրոնական գործիչ բնականաբար այդ ճգնակեցության, մաքարվածության ինքն իրեն զրկելու բանի կողմնակից է, իսկ այդ մնացած կերպարները իդեպ որը նաև մենակ Ճերմակավորի չի տեսիլք, շատ տեսիլքներ կան էլի այդ բանը դուրս եկած ոգիները ծովերից բան շատ խաղացկուն տեսիլքաշատ պիես է ու մի ուրիշ բան էլ որ կարծում եմ արժի պիեսի մասին նշել բացի տարեթիվը նաև նա թե ով է Լևոն Շանթը ինչով էր զբաղված
Սա 1912 թվականի պիես է ու այդ ժամանակաշրջանի մշակութային կոնտեքստից խոսամ, հետո Լևոն Շանթից առանձին նոր բանից էլի ու շատ բան չունեմ ասելու, բնականաբար ավելի լավ հետազոտողներ կլինեն այդ ժամանակաշրջանի, ովքեր ավելի լավ կասեն, ես այդ մակերեսային եմ գիտելիքները։ Այդ ժամանակաշրջանում հայկական մշակույթի եւ մանավանդ գրականության եւ մանավանդ արևմտահայ գրականության մեջ հեթանոսական շարժումը ձևավորվեց Մեհյան ամսագիրը, որի հիմնադիրներն էին Դանիել Վարուժան, Կոստանդինյան եւ այլն Դանիել Վարուժան հեթանոս երգեր շարք ունի, որտեղ այդ կենսունակության գովերքման բաներ, մշակութային շարժումներ ըստ էության, կենսունակության պայքարի անհնազանդության, որովհետեւ քրիստոնեությունը ըստ էության հնազանդության կրոններ Եվ մյուս բան Լևոն Շանթի մասին, որ արժի երևի հիշատակել է նա, որ ի տարբերություն իր մեր մյուս ընկերների, գրողների, Լևոն Շանթը հնարավորություն ունեցավ պետական գործերով զբաղվելու, ինքը 18 թվականին խորհրդարանում փոխոսնակ էր անկախ Հայաստանում, լեզու մասին օրենքի հեղինակը, եթե չեմ սխալվում, այսինքն հայերեն պետական լեզու տենց արձանագրած արդի ժամանակներում էտրանով հայտնի, բայց նաև հայտնի է նրանով, որ ղեկավարել է այն պատվիրակությունը, որը մեկնել է Մոսկվա բանակցելու այն գարնանը, երբ որ Ադրբեջան խորհրդայնացվեց, բանակցելու որ բանը Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատեն, որ Հայաստանին էլ կուլ չտա, Հայաստանի ինքնիշխանությունն էլ կուլ չտա, բայց ամիսներ է տևել, ինքը պատվիրակության ղեկավարն է, մեծ պատվիրակություն է գնացել, որոնց ղեկավարը եղել է Լևոն Շանթը, ամիսներ է տևել այդ բանակցությունների մինչև Ալեքսանդրապոլի պայմանագիրը ու որոշակի զիջումներ ակնկալվել, հիմա այս կոնտեքստը ավելի լավ պատմաբանները կասեն, որ ոնց Սևրի պայմանագրից մի քիչ զիջելու բան Թուրքիային եւ Ադրբեջանին ինչ որ տարածքներ ու այդ բանակցությունները մտել են որովհետև հայկական քաղաքական գործիչները պատրաստ չեն եղել դրան ու հետո իհարկե եղել է այդ ծանր պայմանագիրը Ալեքսանդրապոլի ու Լևոն Շանթը չի վերադարձել հայերեն, որովհետև արդեն բանել է անկախական գործիչ էր, դաշնակցական գործիչ էր ու ամբողջ կյանքը դրսում է անցկացրել, սա երևի կարևոր է հասկանալու համար ոչ միայն այս տեքստը, այլ նաև այդ կոնտեքստը, այս տեքստում ինքը այդ պայքարի աստվածներին է ոգեկոչում, որի ճանապարհով փորձել է գնալ որպես քաղաքական գործիչ ու եզակի էլի հեղինակա, որ եւ այնպես լավ գեղարվեստական գրականությունի թողած եւ որոշակի քաղաքական բեքգրաունդ էսպես ասած։ Երկրոնի ու աշխարհիկ կյանքի մրցակցությունը կրոնական գործիչների, հա, այդ հոգեվոր սպասավորների համար համաշխարհային թեմա է, հա, շատ այդպիսի գործեր կան, որոնք կրոնավորների ու իրանց ներսում այդ հակասության մասին է աշխարհիկ վայելքների, կյանքի, մեղքերի եւ աստծուն ծառայելու միջև, բայց ինձ շատ ավելի հետաքրքիր էր այդ եկեղեցու ու պետության, հա, որտեվ այդ իշխանը ու իշխանուհին իրականում պետության, հա, պետականության մարմնավորումներ, այդ հարաբերություններն նաև շատ հետաքրքիր, այդ գիծը տեսնել այդ գրքի մեջ, հատկապես վերջում, երբ որ վանականը գնում ու դիմում է մյուս վանականներին, որ վանահայրը, որ այ պետք է եկեղեցին քանդենք, որովհետև ինքը իրականում հանուն Աստծո չէր, հա, կառուցված, այլ ուրիշ իմ նախկին աշխարհի կյանքին վերաբերվող բան էր ու վանականների պատասխանը, հա, տեղ շատ ինձ շատ հետաքրքիր էր այդ դրվագը, որ ասում եմ, բայց ով այդ փողը տալու, որ դու նոր եկեղեցի կառուցես։ Մեզ հաց իմ եկեղեցին ասում է բանականությունս կլինի, կամքս, նրա հիմքերը եւ այլն, այդ մարդիկ էլ ասում են։ Իսկ հացն ու ջուրը ով է տալու։ Մենք շինարար չենք, ասում ենք մենք ոչ շինարար ենք, այս մարդիկ այսքան փող են տվել, այս եկեղեցին սարքել են, սարքում են։ Հիմա որ դու ասում ես արեք գնանք մենք մեր ուժերով առանց ոչ մեկի, առանց ոչ մի նյութական աջակցության, դա մեղք է, հա, փող, ասած ինչ որ դրվագել կա, գնանք մենք մեզնով դա կառուցենք, Աստծո տաճարը եւ այլն, բանականներն ասում են գժվել է սա մարդ, մենք եկել ենք ստեղ հանգստանալու եւ աղոթելու։ Պրագմատիկ մարդիկ են, հա, եկել ենք հանգստանալու, առողջանալու, աղոթելու, իշխանավորները մեր համար եկեղեցի են ֆինանսավորում, սարքում, դու եկել ինչ
Ինչ աստվածային հարցեր ես, ինչ դավանաբանական հարցեր ես բարձրացնում մեր համար։ Մեր համար հանգիստ ապրում ենք։ Փիլիսոփա եմ էլի։ Հա, ու շատ հետաքրքիր էր այդ հատվածը, որ իրականում ու վերջում պարտվում է, հա, վանահայրը, որովհետև ոչ մեկ իր այդ չի գալիս, ինքը թողնում հեռանում է, ու այդ հետաքրքիր է, էլի այդ դրվագը, որ վերջո վերջին խոսքը մեկը պետականությանն է, իշխանավորինն է, որտեվ ինքն է ֆինանսավորում, ինքն է, այսինքն ինչի համար է այդ տաճարը, հա, ում համար է, մարդկանց համար է վերջո։ Թեթևների համար է իրականում այս բանի, այս պիեսի կոնտեքստում իհարկե հոգևորականների համար է։ Որում էլիտար տաճարը, որտեղ ինքը կղծիացած է բանը, բայց հետաքրքիր բանի վրա է ուշադրություն դարձրել այդ ոնց որ այս ընթերցման ժամանակ ինձ համար էլ հետաքրքիր թեմաներից մեկն է, քանի որ այդտեղից սկսեցիր, տեղից է շարունակենք։ Նախ շատ տարօրինակ կերպարաբանական հայ գրականության համար, որովհետև հայ գրականության քահանաները այդպեսին չեն, նրանք խաչ հավաքող, բան, դե ինչ-որ ճարպիկ, մի տեղից մի բան թրցնող, բան, չգիտեմ, այն նախորդի ինչպես որ ասում էր, բան, սիրուհիների բանով միջոցով առհասարակ նույնիսկ գրականությունից դուրս էլ, հա, մեր եկեղեցին ի համեմատություն կաթոլիկների կամ ուղղափառների շատ ավելի աշխարհիկ է, էլի պիտի ընդունենք, որ համ մենք որպես ժողովուրդ շատ ավելի աշխարհիկ ենք այդ կրոնական պատկերացումների մեջ, համ մեր հոգևորականներն էլ են իրականում շատ ավելի աշխարհիկ, քան իսկ մեր եկեղեցին բավականին աշխարհիկություն ունի։ Ու այս ամբողջ եկեղեցու բանի կոնտեքստի մեջ հայտնում է այս վանականը, ով ուզում է լինել ոչ աշխարհիկ ու չնաշխարհիկ։ Շատ ուղղափառ է, էլի։ Շատ ուղղափառ է, ու նման չի հայ գրականության քահանաների նման չի նոր բան է, ու գուցե նաև հայ իրականության քահանաների մեծ մասին նման չի, այդ հարցում չեմ կարող վիճել, որտեղ իրանց մեծ մասին չեմ ճանաչում։ Ու ինքը տենց ինչ-որ բաների, արժեքների կամ ինքնազրկության, ինքնախարազանման, ինչ-որ բաների փորձությունների միջով է ուզում անցկացնել բանին, իր այդ միաբանությանը, որտեղ միայն մի մարդ կա, որ բանը իր թիրախն է, աբեղան, որովհետև աբեղան ծնվել է, ուրան մեկուսացրել են մարդկանցից, աշխարհիկ կյանքից, մեծացրել են ինչպես Մաուգլիին ջունգլիներում, ինքը ոչ մի բան չի տեսել, բայց տենց բանը, Սեդան իր վիսնան էր, հենց ինքը Սեդային տեսնում է, մի անգամից տենց մարդ հեղանում է, էլի, որտեղ ինքը մինչև անմարդկային կյանքով էր ապրում, տենց ճկնակյաց, ինչ-որ բան է երիտասարդ տղա է։ Ու այդ պետության ու եկեղեցու հարաբերությունների կոնտեքստում էլ բան է, դե պետություն կա, այստեղ մենք բանի Բագրատունիների տարաշրջանում։ Դե ասում ենք իշխան համարենք դա պետականության սիմվոլ, էլի։ Այդ տարածքում իհարկե իշխան էլ կա, իշխանուհի էլ կա, բայց մարդիկ ովքեր բան են։ Իշխանի աղջիկ էլ կա։ Իշխանի աղջիկ կա, իշխանուհու ամուսին կա, որ մահացել է, չէ՞ կարծես։ Կղզին առնում են իշխանը ոնց որ իր սեփականությունն է, տալիս է եկեղեցին, ասում է դե գնանտեղ բանները, կոմար եկեղեցի սարքի բան, ճկնի աղոթի բան, անապատ են դրել անում, բայց պատկերացնում ես չէ ծովի մեջ բան։ Դե գործերով զբաղվեք։ Ու մեկ բավականին մեկուսացած է, երևի այդպես շատ քիչ մեկուսացած վայրեր կլինեին, որ ոչ 4 կողմից բան ջրով շրջապատված լինի այս հայկական լեռնաշխարհում ու ասում է գնացեք բան արեք, գնացեք աղոթեք, ինչ ուզում եք արեք, մենք ձեր համար եկեղեցի ենք սարքում դեսներ։ Ու բանը ինքնիշխանության տպավորություն է, սիմուլյացիա է ստեղծում այս քահանաների համար, միջև այն պահը, երբ որ հասկանում են իշխանուհի Եփուզի կգա, Եփուզի կգնա, կուզի իշխանը կգա իր աղջկա հետ, ինչ կուզեն կբերեն, ինչ կուզեն կտանեն, կգան ձեր բանը, կկավիրեն ձեր այդ բանի աբեղայի հոգևոր կյանքը, ինչքան կուզեն կմնան, հիշում ես, որ ասում է հյուրերը այստեղ 3 օրից ավել չեն կարող մնալ, դա բանը էլի օրենք է իբրև թե սահմանել, ճամփորդների համար է, դա իշխանների համար չի, իշխանին գալիս եւ մնում է այդ կղզում, ասում է, ես հիմա ստեղ եմ ապրում։ Վերջնական խոսքը ամեն դեպքում պետությանն է, իշխանությանն է։ Իսկ այդ վանահոր կերպարի հետ կապված այն դիալոգը, որ լինում է, հա, իշխանուհու հետ, որ իշխանուին փորձում է նորից արթնացնի իրաց նախկին սերը, իր ամուսնումից հետո, ու տենց արտահայտությունը անում է, ես ամբողջ կյանքումից մենակ եմ զգացել, չնայած ամուսին եմ ունեցել երեխաներ, բայց քանի որ հոգուս մեջ մենակ էր, ինձ միշտ այդ հույսը, որ այ դու որպես իմ երիտասարդ օրերի սեր գոյություն ունես, իմ նման մենակ ես, կգա մի օր, որ մենք էլի միասին կլինենք,
ու այդ կարդալու ընթացքում ինձ անդադ այդ զգացումներ հետապնդում, որ վանահոր մոտ պրոստը սերն էր էլի մահացել այդ իշխանու հանդեպ ու ինքը տենց ավելի շատ ոչ թե տես ինչ որ կրոնական կամ դավանաբանական բաներ այլ չէր սիրում այդ կնոջը այդ որ այդ կնոջ էլ չէր սիրում տենց ամեն գնով այդ թեմայից ուզում էր ազատվել էլի սենց զգացողություն նաև բայց այդտեղ եթե ընթերցանության ընթացքում իմ մոտ առաջացավ էլի որ այդտեղ նաև զգացմունքային բան կար հա ինքը տենց չէր ասում այ հա ես այդ զգացմունքը ունեմ քո հանդեպ բայց այդ չեմ կարա որովհետև կուսակրոնության երթում եմ տվել եւ այլն մարդը տենց ասում էր չէ էլ այդ բանը չկա էլի սերը չկա դες դե իհարկե Մարիամը կամ իշխանուհին տեղ ավելի դրամատիկ է բայց այդ տեսարանը եթե ուշ մեզ նեղ ջերմակավորն է հայտնում որին Մարիամը չի տեսնում ու այդ որ փորձենք եթե այդ ուղղությամբ գնանք հոգեբանական այդ բանը քուրմը էլի քուրմի տեսիլքը իրան ասում է ասա ճիշտ ու ինքը ասում է ահա դու ճիշտ ես եկեղեցին Մարիամին է նվիրված հանձնվում է երբ որ այդ կինն է իրան բանանում բզբզում ինքը չի հանձնվում երբ որ այդ քուրմը հա իր հակառակորդը գաղափարական իրան էլի գալիս է փորփրելու ինքը հանձնվում է այդ ես այդ հոգեբանական պահը տենց եմ տեսնում ես երևի sense կձևակերպեի որ ոնց որ որոշակի ինքնավարություն տրամադրելով այդ համայնքին բան ունի այնուամենայնիվ պետությունը ներխուժելու բան ունի իշխանություն ունի այդ տարածքի վրա ու ինքը այդ ոնց որ այդ իշխանությունը թվացial իշխանության սիմուլյացիան շարունակում է այնքան ժամանակ մինչև իշխանուհին գալիս է տեղ ու իր կանոններն է բերում ու հասկանում է տեղ այդ վանահայրը որ ինքը չունի իշխանություն ոչ միայն տարածքի վրա այլև այդ մարդկանց վրա որոնց ասում եկեք դառեք շինարար ասում են մենք շինարար չենք քահանայինք չունի իշխանություն տեղի կառուցապատման վրա եկեղեցու չունի իշխանություն անգամ աբեղայի հոգու վրա որովհետև այդ ամեն ինչը բան էր միֆ էր որ իրան թվում էր թե դա իր բանն է իշխանություն տարածքն է ու ինքը կարա դա բանանի էլի վեր լինի պետությունից դուրս լինի պետությունից ու այդ հողը պատկանում էր այնուամենայնիվ բանին էլի իշխաններին այստեղ նաև հետաքրքիր հակադրություն կա վանահոր ու աբեղայի ճակատագրերի մեջ հա թվում է իրանք երկուսը ամենածայրահեղ դիրքերում գտնվողն են բայց վերջի երկուսն էլ պարտվում են հա վանահայրը ստիպված է լինում թողնել ու հեռանալ որովհետև միաբանության անդամները ի վերջո որոշում են կայացնում որ եկեղեցին չեն քանդելու իրենք մնալու են շարունակեն այդ եկեղեցին ավարտեն ծառայություն մատուցեն հանգստանան աղոթեն իրենց կյանքով ապրեն մի խոսքով ինքը պարտվում է տեղ բայց պարտվում է նաև աբեղան որը որ փորձում է մնալ այդ վանքի տարածքում այդ միաբանությունում բայց աշխարհի կյանքով ապրելու աշխարհի կյանքը կանչում է նրան չէ բայց ինքը տենց խոսք է չէ ասում ես ուզում եմ ստեղ մնամ բայց նաև այդ աշխարհիկ զգացողություններն ունենամ ինչը մերժում է վանահայրը ասում է չես կարա դու ստեղ մնաս եթե ստեղ մնում ես պիտի ապրես նենց ոնց որ մենք ենք ապրում ու վերջում աբեղան ինքնասպանություն է գործում որտեղ ոչ կարողանում է հեռանալ ոչ է կարողանում է մնալ այսինքն երկու ծայրահեղ դիրքորոշում ունեցողներն ի վերջո պարտվում են ու հաղթած դուրս են գալիս են մեջտեղում գտնվող հարմարվողները հա որոնք համ այդ աշխարհիկ բարիքներից հացից ջրից ամեն ինչից օգտվում են համ էլ եկեղեցին չեն քանդում հա այսինքն վերջը շահում են նրանք ովքեր որ ինչ որ ձև կոմպրոմիսի են գնում իշխանության հետ պետության հետ աստծու հետ հին աստվածների հետ այսինքն բոլորի հետ իրանք վերջը կոմպրոմիսի են գնում ու իրանք են վերջը շահած դուրս գալի որտեղ են երկու ծայրահեղությունները վերջը պարտվում են համ վանահայրն է պարտվում հեռանալով համ աբեղան է պարտվում ինքնասպանություն գործելով որտեղ չես կարա հա չեն կարող երկուսն էլ օրենքները փոխեն սենց ասած դա էլ է հետաքրքիր հակասություն իրանց ճակատագրերի միջև
Իսկ դենտեղ մի հատ կերպար կա, որը երիտասարդ ժամանակ գայթակղվել է հին աստվածների բաներով, այսինքն ասում է տեսա ես տեսել եմ արևածագը եւ հանել եմ աչքերս, որ նորից չտեսնեմ, այսինքն տեսել է գեղեցիկը հիացել է եւ բան արել։ Իրան զրկել է տեսնելու կարողությունից, որպեսզի գայթակղությունների չտրվի։ Մի ուրիշ բան էլ էի այդ ասելուց ընթացքում մտածում, որ սեդան երբ որ գալիս է այդ աշխարհ նախ էտել արձանագրենք, որ կղզի է ընտրել հատուկ հեղինակը ըստ էության բաները երկար մտածելուց հետո որտեղ ցանկացած վանքի կառուցում կարար ընտրել, որպեսզի կարողանա այդ մեկուսացվածությունը ստեղծի, այսինքն բանն ինքնաբավ համակարգի այդ տպավորություն ստեղծի։ ու այդտենց սեդան այդ մտնաձորի չարքի պես է էլի ներխուժում այդ աշխարհ ինքը ոչ մի բան չի անում ըստ էության։ Ուղղակի գալիս գնում է փլվում է այդ ամբողջ համակարգը միայն սեդայի ներկայությունից աբեղան միակ մարդն է այս պատմության մեջ ում նկատմամբ իրական իշխանություններ մինչև սեդայի հայտնվելը չէ բանը հայրը դրան մնացածի նկատմամբ իրական չի իշխանություն են մնացած քահանաների պրագմատիկ ռեալիստ մարդիկ են նորմալ քահանաներ էլի տարբերություն է սրա ու դրանց ամենամեծն է հիասթափությունը դրանց ամենաշատն է ինքը նեղվում ամենաշատն է ճգնաժամը ասում ոնց ես ախր քո հոգուն տիրում էի բան բայց բարձր մենք ոչ տիրում ոչ հոգուն աբեղայի ոչ եկեղեցին է տիրում ու այս տարածք եկած քահանաները փորձում են ոնց յուրացնել այս քրիստոնեությունը կամ չգիտեմ քրիստոնեությունը քահանաների տեսքով որ գալիս է մեհյանների վրա փորձում են տարածքը կառուցել յուրացնել կառուցելով այսինքն դատարկ չթողնելով եկել են եւ շինարարության միջոցով պետք է այդ տարածքը կառուցել ըստ մոտիվն բանան վերցնեն իրենց յուրացնեն դարձնեն իրենց սեփականով կառուցումը նրանն էլ կլինի տարածքը այս մոտիվն էլ է հետաքրքիր ընթերցել էլի այդ մի հատ դրվագ կար միաբանության անդամներին փորձում Վանահայրը համոզի որ ես եկեղեցին քանդեք ու անընդհատ ինչ որ Քրիստոսի անունն է տալիս այդ բանը վանականները են որ Քրիստոս բանն է անում էլի ասես Քրիստոսի անունը հենց տոս վայ Քրիստոսը բայց չենք կարա քանդենք շատ լավն է իր տեղն ունի հա Քրիստոսն իր տեղն ունի բայց ասում եմ եկեղեցին որ գնանք ով է մեզ հաց ու ջուր տալու ով է մեր համար ինչ որ բան անելու նստած ապրում ենք էլի այդ վանականների հավաքական կերպարը տենց շատ լավն է ու տենց տիպիկ է էլի իրանք իրանց նյութական բանը մեկը գիտեն բայց նաև աբեղայի նման չեն հելնում հա ասում այ ոնց էս կուսակրոնությունը մենք դնում ենք մի կողմ եւ ուրիշ օրենքներ ենք ընդունում չէ մարդիկ տենց հարմարվում են ինչ որ մեջտեղում կոմպրոմիս են գտնում ու իրանք է շատ են դուրս գալիս որտեվ աբեղան էլ վերջի չի կարող ոչինչ փոխի այդ կուսակրոնության ուխտը խախտել չի ստացվում իր մոտ ու վերջո ինքն էլ է կործանվում տենց այդ մեջտեղում կոմպրոմիս գտնողներն են ամենաշատը շահած դուրս գալիս էլի այդ վանականը որ եկել է տեղ ինքը մտածա որ եթե ինքը տեղ եկեղեցի կառուցի բան կանի իր իշխանություն կունենա տեղ ու երբ որ հասկանում որ ինքը այլ իշխանություն չունի, դա կեղծ է, ասում եք քանդենք։ Բայց այդ մյուս վանականներն էլ հասկանում են, որ իրանց թեկուզ սահմանափակ, բայց ինքնիշխանությունը, ինքնուրույնությունը բանը ոչնչացնելու առաջարկա լավ քանդենք, ինչ անենք, օքեյ, թափառական ճգնավորներ դառնանք, բան ինչ անենք, ասենք ինչ առաջարկա էլի որ կառուցած բանը որ բարձր այդքան էլ չի բանան իդեալական չի որի մասին կուզեր ինքը ասես մնացած իր համայնքին իր ժողովրդին ասում է քանդենք բարձր adekvat ժողովուրդը կասի ոնց որ եղբայր լավ ասեց հա մեր համար հանգստանում ենք ստեղ աղոթում ենք ինչ ես ուզում մեզնից իսկ իշխանուհու կերպարի հետ ինչ ձև է սա հարաբերվում իշխանուհու կերպարի հետ որտեղ ինքն է այդպես տրագիկ կերպար էր որը վերջո ինքն էլ է պարտվում կարելի է ասել որտեղ այն մտքով այն երազանքներով որ ինքը գալիս է տեղ փորձում այդ եկեղեցին կառուցի ու վերջո վանահոր մոտ նորից արտնացնի այն սերը, որի մասին ինքը երազել էր իր ամբողջ կյանքի ընթացքում ու վերջո ինքն էլ է, հա, ոնց որ անհաջողություն ապրում այդ իր երազանքների հետևից գնալով, այ
քո զգացողությունները ոնց են այդ կերպարի հետ կապված։ Ավելի հետաքրքիր է, որ ինքը նախագիծ ճղեց հետո այդ եկեղեցին ոնց են կառուցելու։ Այդ բանը չէ, ինքը դեռ չավարտած նախագիծը ինչ որ բաներ դեռ մնում են գմբեթը պետք է կանգնեցնեն, բան նախագիծը պատրում է եւ ասում է վերջալուց ոչ մի եկեղեցի չկա, բան։ Այնտեղ ինչ որ դայակն է մոտենում, ասում է ինչ եղավ, վերջացավ, ասում է կառուցում, ասում է հա վերջացավ, բան, այդպես հուսում է, լացում է եւ այլն։ Այդ իմաստով հետաքրքիր եմ կարծիքով ինքը բան չի, ամբողջական կերպար չի, իհարկե եւ ես չեմ կարողանում բան անել, այդպես շատ ուժեղ էմպաթիա վերաբերվել, որտեղ ինքը բանը սխեմատիկ է եւ բերված է այս տարածք որպես բան միջոց բացահայտելու այս տարածքի խնդիրները, այս համայնքի խնդիրները, այս հանրույթի խնդիրները, հավատի, քրիստոնեական կրոնի մեկնաբանությունների այդ խնդիրները բացահայտելու համար նույնն ոնց որ ասես հիմա եթե բան անեմ էլի համեմատում նույնն ոնց որ ասես սեդայի մասին ինչ ես մտածում սեդայի մասին ինչ մտածեմ սեդան ինչ է անում որ իր մասին ինչ մտածեմ ինքը միջոց է բեղային բացահայտելու մոտարապես տենց էլ իշխանուհին միջոց է վանահորը բացահայտելու իմ համար ինքը ոնց որ ավելի ֆունկցիոնալ չի քան դա ինձ էմպաթիայի բան չունեմ ես իր նկատմամբ ինքը պետության մարմնավորումն է, էլի կարելի ասել, որը գալի տենց սիմվոլիկ գալի ներխուժում է։ Պետության սիմվոլ է, կնոջ սիմվոլ է, աշխարհիկության սիմվոլ է, բայց սիմվոլը ամեն դեպքում էլի ամբողջական չի, էլի բանի պես վանականի պես այդքան հակասական չի։ Չէ՞։ Դե վանականը իրոք ոնց որ դու ասացիր, տարբերվում է մեր գրականության մեջ կամ մեր պատկերացումների մեջ արկա հայ հոգևորականի կերպարից շատ այդի հայ չի լինի հայ հա շատ տենց շատ կրոնական է հա մենք ոնց որ սովոր չենք այդ տիպի հոգևորականի հետ առնչվելու որը ամեն ինչ տենց դավանաբանական գծի մեջ է տեսնում լավ գիտի Աստվածաշունչը բան տենց սովոր չենք հա որտեղ որ մենք ասում ենք ազգային եկեղեցի հա շատ դեպքում ինչ է հա մեր մոտ հիմա անընդհատ եկեղեցու հետ կապված թեմաների մեջ մենք եկեղեցուն անընդհատ ինչ որ ոչ թե կրոնական կամ այլ ինչ որ դավանաբանական հատկություններ ենք տալիս, այլ ավելի շատ տենց ազգապահպան ֆունկցիա ենք ոնց որ տվել, հա, եկեղեցում։ Մեր համար ոնց որ ինստիտուցիոնալ էլի։ Հա, մեր սպասելիքները եկեղեցուց որպես հանրություն ավելի շատ տենց ազգապահպան ֆունկցիա է, քան ինչ որ դավանաբան, հա։ Հիմա չգիտեմ ինչ է։ Դե հիմա էլ այս խոսույթները ինչ որ կա եկեղեցու հետ կապված, էլի այդ պրիզմայի միջով է։ Այսինքն շատ դեպքում մենք դա չենք անցալում որպես խողովակ հարաբերվելու ինչ որ հոգևորի հետ կամ բան, տենց խոսք կա, չէ՞, ես իմ ձևով եմ հավատում, տենց չի կարա տենց կրոնական բան լինի, ես իմ ձևով հավատումը ո՞րն է, եթե գոյություն ունի բողոքական հեթանոս։ Հա, դա ուրիշ բան է, բայց շատ մարդ կա, ասում է, այ ես իմ ձևով եմ հավատում կամ բան։ Այսինքն եկեղեցուց հիմնական սպասելիքը դա այդ ազգապահպան ինչ որ ավանդապաշտական ֆունկցիա կատարելն է ավելի շատ քան թե չի առավել ես ավանդապաշտական եւ այլն եւ այդպես բան չկա իրական եկեղեցուն դու կարծում ես տես չի սպասելիքը հանրության եկեղեցուց պահպանողական ֆունկցիա կատարի չգիտեմ հիմիկվա հանրության եւ եկեղեցու հարաբերությունները չեմ կարող ասեմ բայց մի 1700 տարի մոտավորապես մանավանդ պետություն չունեցած շրջաններում ինչը շատ ավելի մեծ տարածք ժամանակ ընդգրկում քան բան որտեղ 387-ին արդեն առաջ բաժանումն է, չէ՞, մի 80 տարի հետո քրիստոնեությունից այդ բանը տեղի ունենում մեզ հետ ու ոնց որ այն մնացած էպիզոդիկ պետություններ ունենք, այն հիմնական եկեղեցին այդ գործերը կատարում, ինչա հարաբերվում է այն բաների, գաղութարարների հետ այդ կայսրությունները, գնում է հայ ժողովրդի անունից բանակցություններ ավարում, այսինքն ինքը բան ունի, շատ կոնկրետ գործառույթներ ունի։ Քաղաքացիությունը շնորհում մկրտություն տալով, բանա, պսակում է ԶԱԳՍ-ն, խոսակցությունին չեմ տանում, այն համատեքստում, որ այ վանականը, վանահայրը, այդ կոնտեքստից դուրս էր թվում։ Հիմա որ դու հա։ ասում ես մտածում եմ կարող, երբ որ բանը ազգային պետությունը գալիս է, այդ քահանաները չգիտեն էլ ինչ անեն, որտեվ երբ որ ազգային պետություն չկա, ուրիշ պետությունների հետ են հարաբերում, իրանք հաջորդի ներկայացուցիչներն են պետության արչև։ Հիմա վանահայրում է ներկայացնում իշխանուհու արչև։ Հենց դա վանահայրը ինչ որ դավանաբանական հարցեր է, հա, միաբանություն։ Լսի, որտեվ բանը հենց պետություն գալիս է, եկեղեցին դառնում է դավանաբանական հարցեր բարձրացնող, որտեվ քաղաքականությունից իրան դուրս են մղում։ Չէ՞։
Դե ես այստեղ ավելի շատ ակնկալիքների ու սպասելիքների դիտանկյունով էի, հա, նայում, երբ որ եկեղեցու դերը մենք տենց ինչ որ պատկերացում ունենք, որ ավելի շատ ուրիշ ֆունկցիա է, քան կապ Աստծո հետ, դա այդքան էլ է տենց չի, ու մեկ էլ հայտնվում է մի հատ կերպար, որ ամեն ինչի պրիզման ինքը տեսնում է այդ Աստծո հետ կապի, Աստծո խոսքը փոխանցելու, չգիտեմ, իրական հավատքի ու մնացածի պրիզմայով։ Ու տեղ հակասություն կա, էլի, այն ակնկալիքների ու սպասելիքների հետ, ինչը որ մենք իրականում զգում ու տեսնում ենք եկեղեցուն որպես ինստիտուտ դերի մեջ։ Ստեղ էլ այդ հակասությունը կա, էլի, դրա համար է ինքը շատ տարօրինակ, որտեղ մենք այդ եկեղեցու կերպարը ուրիշ ձև ենք իրականում ընկալում, էլի։ Տենց հոգևոր կապի մասին չի միայն խոսքը, դրա համար էլ ասում ենք, չգիտեմ, ազգային եկեղեցի է եւ այլն, որտեղ կա տեղ ճշմարտություն, էլի։ Այդ եկեղեցուց մեր սպասելիքը մի քիչ ուրիշ բան է, քան կապը Աստծո հետ։ Համաձայն չես։ Աստծո հետ մենք առանց եկեղեցու էլ կկապվենք, հա։ Դե դա արդեն ուրիշ բան է, հա։ Դե ես իմ ասացի այնա, որ ինքը այդ մեր ամբողջ սպասելիքը տեղավորում է չպետության կոնտեքստում, հետ որ պետությունը գալիս է եկեղեցին այնքան խառն է, չի հասկանում ինքը հիմա բանջով զբաղվի, ասենք եթե ինքը չի ներկայացնելու հաջորդին բաներում ուրիշ պետությունների արժեվ է դա չան ընդ որում այդ բան մյուս պետությունների մեջ հայկական գաղութների եկեղեցիներում էլի որ նայես իրենք ինչ են գնում են բանակցում են տեղի հայ համայն ներկայացնում են հայերին կես շատ քաղաքական ֆունկցիա է ներկայացուցչական բանի ու երբ որ բան ունի ներկայացուցիչ ունի ժողովուրդը ինքը իսկապես ասենք կոմպետենտաբանական հարցերի մեջ խորանա որ իրան ընդհանրապես հետաքրքիր չի կամ չգիտեմ վերա ինչ որ լուծումներ գտնելու բան է։ Միաբանության անդամները դրա լուծումը տալիս են, ասում են եկեղեցին կլինի, իշխանությունը մեր հացն ու ջուրը կտա, մենք կաղոթենք։ Կհանգստանանք եւ կաղոթենք, հանգստանանք շատ դուրս գալիս։ Մենք կհանգստանանք եւ կաղոթենք։ Ծնունդ կանենք, կնունք կանենք։ Կնունք չէր լինի, այլ հա։ բանել ինչ որ իշխանական բաներ կլինեին իշխանությունների հյուրընկալության թեմաներ կլինեին ես նաև ուզում եմ ասել որ մենք ինչի ոնց որ ես առաջարկեցի աստվածները վերցնենք հիմա չգիտեմ երբ որ սա եթեր գնա դա այս թեման այլևս այդքան պոպուլյար կլինի թե չէ վերջերս շատ հանրային կյանքում քննարկում է կուսակրոնության թեման եկեղեցու բաներ ներկայացուցիչների դժվար սպառվի թեման մինչև այս հաղորդման լույս տեսնելն է այնպես որ հանգիստ ասա ու այդ տղայի այդ վանահոր կերպարները գալիս են հայկերականության մեջ որպես բան այդ ունեցել ենք այդ պատմությունը երբ որ այդ հարցը բարձրացրել է հեղինակը որտեղ ստեղ ոչ միայն քաղաքական ոչ միայն կրոնական այլ նաև շատ մարմնական հարցեր է չէ ի վերջո բարձրացնում հեղինակը այդ վանահայրն էլ իրան ծրկել իր մարմինը վայելելուց երիտասարդ ժամանակ ու այդ բան իսկական բան է էլի կարելի է բառերով ասել զակոննի տերտեր է Մարտը ոչ սիրացունի ոչ բան ոչ ոնց իսկականից էլի իրան նվիրել բենտլի ունի ոչ ոչինչ իսկ եւ այդ աբեղան որին բանա փորձել է մեկուսացնել ու ինքը գիտի որ ինքը ունի մարդկային կրքեր որոնք ինքը շատ ուժեղ զսպել է եւ փորձել է մի հատ երեխայի վերցնի տղա երեխայի վերցնի իրան մեծացնին այդ որ ինքը մեծանա ու չունենա մարդկային կրքեր բայց այդ տղան հանդիպում է ծովին հանդիպում է այդ ծովի մոտ իրան չեն թողում լողը հասկանում ես միայն այդ սեդային փրկելու ժամանակ բանանում ինքը նետվում ծովը ինքը հասկանում է որ իրան դուր է գալիս պայքարելը ծովի ալիքների հետ իրան դե նախ եւ առաջ դուր է գալիս սեդան իրան դուր է գալիս հասկանալ որ ինքը ուժեղ է որ ինքը կարա այդ աղջկան փրկի այդ ծովի հետ կռիվ տա եւ ինքը սկսում է գիտակցել որ ինքը գեղեցիկ է որ ինքը երիտասարդ է ու սկսում է ճգնաժամը էլի այդ չեմ կարա ես բանանեմ շատ լավ հասկանամ մարդկանց առավել եւս տղամարդկանց է չէ սա բան ոնց տղամարդկանց աշխարհ է սա բայց երևի ինչ որ հակամարտկային բաներ կա չէ մարդկանց բանանել կուսակրոնության դատապարտել ֆիլմ կա կորեական ինքի դուքի չեմ տեսել ես թե չէ հա տեսել եմ գարուն ամառ աշուն ձմեռ շատ նման է հա մոտիվելի լճի մեջ մի հատ վանք է այդ բուդդիստը, հա, ոնց է բուդդիստը ծեր ու երիտասարդ բուդդիստը իրար հետ տեղ ճկնում են, միջև որ այն արտաքին աշխարհից էլի կինը, հա, գալի, բայց
այդ ֆիլմի մեջ բաց է թողում նրա հետևից գնա, բայց նա հետո վերջի հետ է վերադառնում։ Ծերան Հա, հետագա։ ուսում այդ թեման երևի ամբողջ աշխարհում տենց հուզող մարդկանց հուզող թեմա է, այդ կուսակրոնության թեման, որտեվ իրոք ինքը ոչ միայն մեր կրոնի մեջ, հա, այդտեղ էլ բուդդիստներ են։ Դա իրոք հակամարտկային բան է, հա, ինչպես սրբազաններից մեկն է ասում, մարդ ոնց է 2 ամիս կարողանա ապրել։ Բանականի ստեղծած համակարգի իմունիտետ չունենալու թեման երևի շատ հետաքրքիր է դիտարկել, որ ինքը փակ համակարգ է, կղզիացած համակարգ է ու ինքը չի զարգացրել աշխարհի, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ձևերը, իհարկե այդ բանականների խումբը իրանք այդ ժիվուչի ժողովուրդն են, կենսունակ ժողովուրդն են։ Իրանք են, ինձ շատ է դուր եկել իրանք այդ հավաքական բանը, էլի։ Բայց այն իր երևակայած բանը, համակարգը, շատ ավտորիտար համակարգ է, չէ, բանականի աշխարհի բայց ինքը փակ է, Որն թվում է ինքը հավերժ կարա այդ բանը, այդ իշխանություն պահի զսպիհին աստվածներին բանին իր բանականներին եւ այլն, բայց հենց որ արտաքին աշխարհը մտնում է, պարզվում է ինքը իմունիտետ չի զարգացրել, որտեղ ինքը բան է արել։ Աշխարհի հետ հարաբերվելու ճանապարհներ չի ունեցել եւ չի ուզեցել տեսնել, որ դրսում էլ աշխարհ կա, որը կարա գա, գնա, այսինքն իմունիտետ չի ձևավորել էլի։ Դե էդ էլ է էլի, բան իշքան տտենց փակ է լինում, բայց մեկը այդ մարդկային կարիքները գոյություն ունեն, այնքան անընդհատ ռիսկեր է էլի ստեղծում այդ համակարգի համար, գայթակղության ռիսկեր։ Ոնց որ տեղի ունեցավ երիտասարդ տաբեղայի դեպքում։ Իսկն դու իշքան ուզում ես դա փակ պահես այդ համակարգը, հա, մեկը չի լինելու, այդ գայթակղությունը լինելու է, որովհետև մարդկային բնույթ գոյություն ունի ու դրա հետ պետք է երևի հաշվի նստել էլի։ Ու երևի որ տենց ամփոփենք, հա, այդ բանը, երևի թե ճիշտ ճանապարհը այն է, ինչ որ այդ միաբանության անդամներն էին ընտրել, հա, ձև բռնել, որ ամեն ինչ նորմալ է, որ իրանք անընդհատ Քրիստոս ասելով մանն գալ, այդ հատվածը շատ լավն է, էլի, ինչ խոսում են Քրիստոս, բայց իրանք գիտեն էլ, են հաստեղը պարկող չեն, էլի, որ արտաքին ձևը պահեն, այդ կանոնները պահեն։ Հա, ինչ որ շղար շա լինի իրանց այդ վեղարի տակ, բայց իրականում իրանք կարողան օգտվեն իշխանության այդ պայմանավորվեն, ասեն դու արի մեր համար վանքը սարքի, վարպետ ուղարկի, մենք չենք կարա քարի վրան դնենք, մեր հացը, ջուրը, փողը, մնացած ամեն ինչը, մենք էլ այդ արտաքին բանը կպահենք, որ հա, սա Մարիամ Աստվածածնի տոնի համար կաղոթենք։ Իշխանի համար կաղոթենք, դուք երբ ուզում եք եկեք, գնացեք ու Էտա կյանքը, հա, որ նայում ես մեր պատմությունն էլ այդ բոլոր վանական համալիրները այդ սկզբունքով էլ իրականում կառուցվել են այս իշխանու համար, այն իշխանի համար։ Կյանքը երևի տենց է ու պետք չի գնալ այդ երկու ծայրահեղությունների ուղղությամբ, հա, ոնց անում է վանահայրը կամ ոնց արեց աբեղան։ Ոչ այդ օրենքներն է հնարավոր փոխել ու այդ կրոնական համայնքը ու այդ կրոնական համակարգը դարձնել լրիվ բաց ոնց որ աշխարհի կյանքն է, ոչ էլ են վանահոր ճանապարհը, որ այ չէ, դա իրականում Աստծո նկատմամբ, հա, Աստծո նկատմամբ ուրիշ բան է, էլի, հա։ Երևի թե այդ հաղթող կողմը վերջի դառնում են այդ կոմպրոմիսի գնացող միաբանության անդամները ու երևի թե ճիշտն էլ իրանք են։ Երևի թե հայք, երևի թե նաև այս պահին ավարտենք այստեղ մեր խոսակցությունը, հույսով որ կհանդիպենք մի շաբաթից ու ավելի հետաքրքիր կամ ոչ պակաս հետաքրքիր թեմաներ կքննարկենք։ Շնորհակալություն։ Ոչ պակաս հետաքրքիր թեմաներ։